Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք հայ-ղազախական արդեն ռազմավարական հարաբերությունների մասին, իրականում կամփոփենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ղազախստան եւ կքննարկենք բոլոր հետևանքները եւ կարեւոր մասերը, կփորձեմ բացել ձեր հետ միասին փակագծերը, որովհետեւ պաշտոնական լրատվամիջոցներից մենք միայն ունենք պաշտոնական տեղեկատվություններ, գնահատականներ, բայց շատ կարևոր է, որ հանրության համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունենում։ Եվ ես հաշվի առնելով, որ սահմանափակ չեմ այս պահին որևէ պաշտոնով, բացի այդ կարող եմ ձեր համար բացեմ այդ փակագծերը, բացատրեմ մանրամասն տեղի ունեցողը, դրա կարևորությունը, նշանակությունը եւ առհասարակ հետևանքները մեր համար եւ թե ինչով են կողմերը շահագրգռված եւ աշխարհակական ինչ հետևանքներ կունենա սա նաեւ տարածաշրջանի համար։ Անցնենք գործի, հարգելի հայրենակիցներ, գիտեք, որ օրերս տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի այցը Ղազախստան, որը պաշտոնական այց էր եւ դա դիվանագիտական ձևակերպում է, թե ինչպիսի այց կարա տեղի ունենա, աշխատանքային ամենացածր մակարդակն է, այսպես ասած, պաշտոնականը միջին աստիճանն է այդ այցի, իսկ ամենաբարձրը պետական այցն է եւ արդեն նախորոք ասեմ, որ վարչապետ Փաշինյանը հրավիրել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին Հայաստան պետական այցով։ Սա շատ կարևոր մաս է հարաբերությունների մի ուրիշ փուլ բարձրացնելու եւ կարծում եմ պետական այցով հրավիրելը նաեւ հենց նրա հետևանք է, որ Հայաստանը եւ Ղազախստանը կնքեցին ռազմավարական հարաբերությունների մասին այսպիսի պայմանագիր, պայմանավորվածություն, թե ինչպիսին է դա առաջերտին արտացոլված է այն մոտավորապես 20 փաստաթղթում, որը կողմերը ստորագրել են տարբեր նախարարությունների միջև, եւ դրա ցուցակը պաշտոնական տվյալներում կան, դա տնտեսական, մշակութային, ուրեմն տարբեր առևտրի, ինչպես նաեւ արտաքին հարաբերություններում, դեսպանությունների հետ կապված եւ ուրիշ ոլորտներում լրջագույն համագործակցություն է, բայց ձեր հետ միասին համարում եմ, որ շատ ավելի կարևոր է մենք խոսենք սրա պատճառահետևանքային կապի մասին։ Տեսեք, առաջինը պետք է ասեմ, որ այդ օրը նույնիսկ ես միջև այդ հանդիպումները սկսվեր, իմ հարցազրույցում առաջին լրատվականին հստակ արձանագրել էի, որ կարծում եմ ռազմավարական հարաբերությունների մակարդակի ժամանակն է եկել։ Եվ դրանից հետո արդեն ժամեր անց հաստատվում է այդ տեղեկատվությունը եւ տեսնում ենք, որ հարաբերությունները իրոք բարձրացվել են ռազմավարական մակարդակի։ Ինչը եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ մեր ձեր հետ միասին վերլուծությունները, աշխատանքները հիմնված են հաշվարկի վրա։ Իսկ սա շատ կարևոր մաս է, գիտեք, քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, պետական կառավարումը, ինչու ես մասնագետ եմ, ես միևնույն ժամանակ մասնագետ եմ միջազգային հարաբերությունների եւ հետո արդեն մագիստրատուրայի մակարդակով պետական կառավարման։ Սա հաշվարկի մասին է։ Եվ այո, հաշվարկ է արվել իմ կողմից, թե ինչ իրավիճակ է ձևավորված այս տարածաշրջանում եւ ինչու է Ադրբեջանը այդպես ուշադիր հետևում հայ-ղազախական հարաբերություններին եւ ինչու է Ղազախստանը նախաձեռնում նույնիսկ հայ-ղազախական հարաբերությունների ակտիվ զարգացում։ Արեք գործնային առումով սա դիտենք։ Տեսեք, Կենտրոնական Ասիան ունի լրջագույն լոգիստիկ կապերի խնդիրներ։ Եվ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ինքը հստակ արձանագրել է, որ տեսնում է Ղազախստանի տնտեսության մոտավորապես 2 անգամ աճի կարևոր նշանակություն, ՀՆԱ-ի մասին է խոսքը։ Ղազախստանը հսկայական տարածք ունեցող պետություն է, բայց իրականում ղազախական տնտեսությունը լրջագույն սահմանափակումներ ունի դեռ։ Առհասարակ հիշեցնեմ, որ այն խնդիրները, որը Ղազախստանում տեղի ունեցավ Կասիմ Ժոմարտ Տոկաևի եւ Նուրսուլտան Նազարբաևի եւ իր համակարգի կողմից, իրենց միջև կապված էր տնտեսական հարցերի, սոցիալական հարցերին եւ դրա լուծումը իհարկե տնտեսության ակտիվ զարգացումն է։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանը լուրջ խնդիրներ է ստեղծում Ղազախստանին
նավթի արտահանումի ուղղությունով, իսկ Ղազախստանի համար դա տնտեսության կարևորագույն բաղադրիչ է, ինչպես նաև առհասարակ տնտեսական զարգացման, լոգիստիկ կապերի, հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական պատերազմում ձևավորված այդ հետևանքում այդ պատերազմի լոգիստիկ կապերի ճգնաժամը, որտեղ Ռուսաստանի լոգիստիկ կապերը արևմուտքի հետ փակ է եւ ղազախական մատակարարումների համար կենսական կարևորագույն նշանակություն ունի միջին միջանցք կոչված միջազգային ծրագիրը, միջին ուղի կարող ենք ասել, դա որևէ կապ չունի կոնկրետ պետության հետ, դա Չինաստան, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Եվրոպական միություն այդ ուղին է, որում Ղազախստանը այս պահի համար հույս ունի հենց Վրաստանի, որովհետև ամբողջ լոգիստիկ կապերը փաստացի անցնում են Վրաստանի տարածքով, բայց շատ կարևորը այն է, որ Վրաստանը նրանից հետո ինչ շեղվեց եվրոպական եւ արևմտյան ինտեգրացման գործընթացից, ձևավորեց բռնապետություն, որի մասին մենք ձեր հետ երկար խոսել ենք, ոչ միայն խոսել ենք, այլ ես լինելով Վրաստանի քաղաքացի, լինելով Վրաստանի ներքաղաքական դաշտում ակտիվ ընդգրկված այս բոլոր գործընթացներում, ցույցերում եւ այլն, որի մասին հանրային դուք տեղեկատվություն ունեք նաեւ երկար ժամանակ է, ապա շատ լավ տեղյակ եք, հարգելի հայրենակիցներ, որ Վրաստանը ինչպիսի քաղաքականություն է վարում։ Ինչու հետևանքում արևմուտքի համար Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող Վրաստանը այլևս վստահելի գործընկեր չէ, եւ չի լինի նաեւ, սա կարևոր է ընդգծել, բայց միջև չվերադառնա իհարկե խոսք է գնում այդ ուղու վրա զարգացման, նկատի ունեմ արևմտյան գործընկերության եւ ժողովրդավարության ուղու վրա, ինչը ներքաղաքական լրջագույն փոփոխություններ են պահանջում Վրաստանից, բայց հարգելի հայրենակիցներ, պետք է նաեւ ընդգծեմ, որ խնդիրը մնում է նաեւ մեկ ուրիշ կարևոր դաշտում։ Թուրքական պետությունների միությունը, որը սկսել է ակտիվորեն զարգանալ եւ առհասարակ 15 տարի է ինչ գոյություն ունի, նորություն չէ սա, բայց հատկապես երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո սկսեց ել ավելի ակտիվ զարգանալ եւ Ադրբեջանը նաեւ նախաձեռնող կողմ է ինչ որ առումով սրա եւ Ադրբեջանի կողմից տարված թեզը այդ լոգիստիկ կապերի մասին, որը նախկինում ադրբեջանական անվանում ուներ, բայց հիմա հնարավոր է դառել եւ դա փոխվել է, եւ նույն Ղազախստանում ընդգծում եմ Կասիմ Ժոմարտ Տոկաևը եւ Նիկոլ Փաշինյանը խոսել են թրիփի մասին, այսինքն Թրամփի միջազգային ուղու մասին, հանուն խաղաղության միջազգային եւ բարգավաճման, ինչպես նաեւ խաղաղության խաչմերուկի մասին։ Եվ շատ կարևոր է, որ ընդգծվել է հենց այդ գործընթացը, այդ միջազգային ծրագրերը, որովհետև թուրքական պետությունների միությունը, հատկապես նույն Կենտրոնական Ասիայի պետությունները հետաքրքրված են դուրս գալ Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությունից, եւ դա հնարավոր է երկու ձևաչափով։ Մեկը դա Թուրքիայի հետ ակտիվորեն կապերը զարգացնելն է, բայց դա նաեւ անհնար է առանց ուղիղ լոգիստիկ կապերի, իսկ այդ լոգիստիկ կապերը չկան, կամ պետք է անցնեն Ռուսաստանով, ինչը արդեն խնդրահարույց է, կամ պետք է անցնեն Վրաստանով, որը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ, կամ պետք է անցնեն Իրանով, որը նաև Ռուսաստանի դաշնակիցն է եւ ունի թուրքական պետությունների հետ իր սեփական խնդիրները։ Նաև Ռուսաստանը եւ Իրանը գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ, եւ Վրաստանը նաև կարա շուտապույտ հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։ Ուստի միակ տարբերակը, միակ ելքը այս տարածքից եւ դա ընդգծված է վերջերս մոտ 10 օր առաջ Սպիտակ տանը տեղի ունեցած Դոնալդ Թրամփ, այսինքն Միացյալ Նահանգների նախագահ եւ Կենտրոնական Ասիայի պետությունների նախագահներ Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստան, Տաջիկստան, այդ պետությունների նախագահների հետ հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփը ընդունել է մի փաստաթուղթ իրանց հետ համատեղ, որը հենց Միացյալ Նահանգներ Կենտրոնական Ասիայի համագործակցության մասին է եւ որում հստակ նշվում է, որ թրիփի միջոցով է տեղի ունենալու Կենտրոնական Ասիայի կապը արևմուտքի հետ։
Հիմա Կենտրոնական Ասիայի համար այս կապը համ Թուրքիայի հետ է, համ Արևմուտքի հետ։ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը հույս ունեն, որ Թուրքիան այստեղ կխաղա դրական դեր, քաշելով իր կողմ թուրքական այս պետությունները Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությունից։ Միևնույն ժամանակ հույս ունի, որ TRIP-ի ուղղությամբ այս ուղին բացելը, որում Միացյալ Նահանգները կունենան կենսական դեր եւ նշանակություն, ապահովելով Հայաստանի ինքնիշխանությունը եւ սուվերենությունը մեր տարածքների վրա, կբերի նրան, որ իրականում կախվածություն կձևավորվի թյուրքական պետությունների միության, Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից, ինչպես TRIP-ի մաս եւ գործընկեր կարևորագույն։ Սա նշանակում է, որ թյուրքական պետությունների միության համար, հատկապես Կենտրոնական Ասիայի պետությունների համար, սա դառնում է էգզիստենցիալ կարևորագույն հարց։ Հիմա ինչ պետք է տեղի ունենա այս գործընթացում, որ այս լոգիստիկ կապերը բացվեն եւ Հայաստանը լինի վստահելի գործընկեր։ Պետք է ձևավորվի խաղաղություն։ Եվ եթե Ադրբեջանը ամենախիստ մոտեցումները ունի այս ուղղությամբ, այդ թվում գիտենք, որ եւ ես դրան արձագանքել էի, նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հանդեպ, Սևանի լճի հանդեպ նաեւ հայտարարություններ է արել վերջերս, ապա Կասիմ Ժոմարտ Տոկաևը առհասարակ բերում է նոր օրակարգ հայ-թյուրքական հարաբերություններում, որովհետեւ առաջին հերթին իր միջոցառումների այդ ընթացքում, հանդիպումների ընթացքում վարչապետ Փաշինյանի հետ ընդգծում է իրենց հարգանքը հնագույն ճակերտներում, հնագույն հայկական պատմությունին, մշակույթին եւ ավանդություններին։ Սրանով պատասխանելով ադրբեջանական բոլոր այն թեզերին, բոլոր այն պրոպագանդային, որը ուղղված է մեր պատմության, մեր ավանդույթների եւ մեր լեզվի հանդեպ։ Նաեւ Աստանայում, Ղազախստանի մայրաքաղաքում կենտրոնական փողոցներից մեկը անվանում են Մեսրոպ Մաշտոցի անունով, ինչով ընդգծում են իրենց հարգանքը հնագույն հայկական այբուբենին, տառային համակարգին, լեզվին առհասարակ եւ սրանով նաեւ հարգում են մեզ, մեր պետականությունը, մեր ինքնությունը, մեր պատմությունը եւ մեր մշակույթը։ Եվ Ղազախստանը անում է լրջագույն քայլ, որովհետեւ սրանով ամրապնդում է հայկական պետության պետականությունը, խոսում է Հայաստանի պատմության մասին եւ սրանով կարելի ասել պատասխանում է հենց ինքը Կասիմ Ժոմարտ Տոկաևը Իլհամ Ալիևին, որ անընդունելի են մկրտումները Հայաստանի պատմության, Հայաստանի ինքնության եւ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ։ Բացի դրանից Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորում է, շնորհակալություն է հայտնում եւ փոխանցում է Ղազախստանի բարձրագույն պարգևը, ոսկե արծիվը Նիկոլ Փաշինյանին, ինչպես Հայաստանի վարչապետին, եւ ընդգծում է, որ իր մոտեցումը, աշխարհայացքը ձևակերպված եւ ձևավորված, ինչպիսին է իրական Հայաստանի թեզը, որը առհասարակ նշանակում է, որ Հայաստանը իր միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս մկրտումներ չունի, առաջի հերթին խոսք է գնում հենց Ադրբեջանի եւ նաեւ Թուրքիայի մասին, ապա դրանով փաստացի ամրապնդվում է այն օրակարգը, խաղաղությունը եւ երկարատև համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է փաստորեն ձևավորել այսպիսի լոգիստիկ կապեր եւ հարաբերություններ։ Նա խոսում է հայ ազգի զարգացման առումով Նիկոլ Փաշինյանի դերի մասին եւ ինչու է խոսում սրա մասին։ Հարգելի հայրենակիցներ, սա անձնավորությունների մասին չէ։ Շատ փոքր դեր ունեն անձնավորությունները այս գործընթացում։ Սա պետության մոտեցման մասին է, որը փորձում է հայկական պետությանը այս պահին աջակցել, որ հայկական պետությունը թյուրքական պետությունների միջև զգա իրան ոչ թե թշնամական մթնոլորտում, այլ առաջի հերթին ընկերական մթնոլորտում։ Եվ Ղազախստանը մեր համար դառնում է առաջի պետությունը թյուրքական պետությունների միությունից, որը մեր համար ռազմավարական գործընկեր է։ Ղազախստանը մատակարարում է ցորեն,
դրանով ցույց տալով, որ պատրաստ է մատակարարել երկաթուղիով ամեն ինչ անհրաժեշտ կլինի Հայաստանին, Պարենից սկսած եւ այլն, խոսք է գնում հիմա ակտիվորեն երկկողմ տնտեսական կապերը զարգացնելու մասին։ Ղազախստանը կարող լինի ամեն ինչի մատակարարիչ մեր համար, որովհետեւ ունի հսկայական հնարավորություններ, հատկապես նկատի ունեմ նույն Պարենի ուղղությունով Միրգ բանջարեղեն իրանք են սպասում Հայաստանից, դա կարող լինի նաեւ ծանր տնտեսական ոլորտների հետ կապված, ուրեմն տարբեր մեթաղների ուղղությունով, շինարարական ուղղությունով, մի խոսքով հսկայական հնարավորություններ կան, IT-ն կարա նաև մեկ կարևոր ոլորտ լինի, բայց տեսեք, եթե այսօր այդ ամենը եկավ Ռուսաստանի տարածքով, Ադրբեջանի տարածքով, հետո Վրաստանի տարածքով դեպի Հայաստան, ապա շուտապույտ ապագայում կարելի է ապահովել այն, որ Կասպիաց ծովից, այդ Կասպիաց ծովի տրանսկասպյան այդ ուղով, որը գոյություն ունի, նկատի ունեմ Ակտաու Բաքու կամ Էլատ Բաքուի կողքը գտնվող նավահանգիստը, հնարավորությունով կապվել միանգամից, ցորեն ուղարկել դեպի Ադրբեջան, իսկ Ադրբեջանից միանգամից ուղիղ առանց Վրաստան դեպի Հայաստան։ Եվ Ղազախստանը կարա դառնալ այլընտրանքային լրջագույն շուկա։ Բացի դրանից, Ղազախստանը հնարավորություն է ձևավորել լավ հարաբերություններ եւ զարգացնել այդ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի մնացած թյուրքական պետությունների հետ՝ Թուրքմենստանի, Ղրղստանի եւ Ուզբեկստանի, եւ դա հիմք է նաեւ Հայաստանի ներկայության Կենտրոնական Ասիայում։ Առհասարակ Ղազախստանը ուրանի մատակարարիչներից մեկն է աշխարհում եւ ամենաառաջատար դիրքերը ունի։ Կարա լինի նաև Հայաստանի համար ուրանի մատակարարող անհրաժեշտության դեպքում։ Ղազախստանը եւ Ֆրանսիան ամիսներ առաջ, եւ ես դրա մասին վերլուծություն էի պատրաստել, դարել էին ռազմավարական գործընկերներ։ Ֆրանսիային Ղազախստանը պետք է մատակարարի ուրան, եւ ես համոզված եմ, որ Ֆրանսիան կցանկանա, որ այդ մատակարարումները տեղի ունենան Հայաստանի տարածքով։ Ուստի այստեղ համընկնում է արևմուտքի եւ արևելքի շահերը, Հայաստանը դառնա ուղի։ Ուղին միշտ հարուստ է, միշտ ապահով է, ինչպես Սինգապուրը խոսքին, եթե մենք կարողանում ենք ինքնիշխանությունը ապահովել, պետականությունը զարգացնել։ Եվ դա իհարկե մեր կարևորագույն առաջադրանքն է, եւ ես հստակ եմ ասել, որ իմ համար անձնական առաջադրանքն է հզոր հայկական պետականություն, պետություն։ Եվ այդ ուղղությամբ է բոլոր այս աշխատանքը, կլինի վերլուծական, կլինի քաղաքական, կլինի գետնի վրա, ինչպես դա ասվում է, կամ ուրիշ բոլոր անհրաժեշտ ոլորտներում, նաև առաջարկներով, համագործակցությունով, ներքաղաքական դաշտում եւ այլն։ Ամեն ինչ ի նպաստ ինքնիշխան, հզոր հայկական պետությունի։ Եվ մենք տեսնում ենք, որ այս հարաբերությունները հիմա անցնում են լրիվ ուրիշ փուլ։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա նաև ընդգծեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա է այն, որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանը որևէ տարածքային մկրտում չունի եւ չպետք է ունենա, ինչպես նաև Հայաստանը Ադրբեջանի հանդեպ։ Եվ դա նշանակում է, որ Ղազախստանի դերը առհասարակ կարևոր է։ Բացի դրանից, Ղազախստանը տրամադրել էր հարթակ հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման համար, եւ դա նաև կարևոր էր արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, պետք է ասեմ, որ թուրքական ծագումը իհարկե գալիս է, գիտենք, որ Կենտրոնական Ասիայից, եւ հարգանքը ղազախսների հանդեպ նույն Թուրքիայում եւ Ադրբեջանում մեծ է։ Ղազախսները կարող է այդքան էլ հզոր տնտեսություն չունեն այս պահին Թուրքիայի հետ համեմատ, բայց ղազախսները ունեն շատ մեծ տարածք, պատմական տարածք թուրքական, եւ ղազախսները ունեն հսկայական հնարավորություն զարգանալու, բացի դրանից ղազախսները հայերի հետ լավ հարաբերություններ ունեն։ Մենք պատմական որևէ խնդիր ղազախսների հետ չենք ունեցել, ինչը տալիս է մեզ առանձնահատուկ հնարավորություն, որ ղազախսները լինեն մեր համար գործընկեր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քննարկումներում, եւ բացելով փակագծերը, մենք տեսնում ենք, որ համընկնում են Ղազախստանի եւ Հայաստանի շահերը։
համընկնում էր մեր մարտական, մարտավարական, ռազմավարական եւ գիտեք, նաեւ ասելով մարտական նկատի ունեմ այսօր Ղազախստանի գլխավոր խնդիրը դա անկախությունը ապահովելն է Չինաստանից եւ Ռուսաստանից եւ Հայաստանը դրա համար միջոց կարա դառնալ Հայաստանի տարածքով այդ տարանցիկ հնարավորությունները, բայց Հայաստանն էլ այսօր ուզում է ապահովել իր անկախությունը Ռուսաստանից, Թուրքիայից նաեւ եւ դրա համար Ղազախստանը կարա լինի լրջագույն աջակից եւ գործընկեր։ Եվ կարծում եմ, որ Բաքվում այդքան էլ գոհ չեն այն ջերմությունով, որով ղազախները ընդունեցին Հայաստանի վարչապետին։ Այն պարգևը, որը տվեցին Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը եւ առհասարակ այն, որ պետական այցով են հրավիրել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հայաստան, որ այսպիսի խորը համագործակցություն է պատրաստվում, բայց միևնույն ժամանակ հասկանում են եւ ես Բաքվից չեմ տեսել որևէ բացասական գնահատական, որ այդպիսի բացասական գնահատական տալը կնշանակեր իհարկե Ղազախստանի հետ հարաբերություններում չի ասի խնդիր, բայց առհասարակ անհասկացողական այսպիսի մի զարմանալի մթնոլորտ ստեղծելը, որովհետև դա կնշանակեր Ադրբեջանը գործում է Ղազախստանի շահերի դեմ, իսկ Ադրբեջանը դա չի ուզում անել, որովհետև իր համար էլ Ղազախստանը շատ կարևոր դեր ունի։ Բացի դրանից հիշեցնեմ, որ օրերս Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովին մասնակցել է Իլխամ Ալիևը եւ պաշտոնական Ադրբեջանը միացել է այդ Կենտրոնական Ասիայի ձևաչափին։ Ադրբեջանը իրան տեսնում է ինչպես կարևորագույն տարանցիկ ճանապարհ ուղի Կենտրոնական Ասիայից դեպի Հարավային Կովկաս եւ դեպի Եվրոպա, բայց դա ամեն ինչը անհնար է առանց Հայաստանի դառնում։ Եվ Միացյալ Նահանգների հետ նաեւ իրենց համագործակցությունը, հետաքրքրվածությունը ցույց է տալի։ Միացյալ Նահանգները ասում են թրիփով, ոչ մի միջանցք, ոչ մի այդպես կոչված Զանգեզուրի միջանցք, այլ Սյունիքի ուղի, Թրամփի ուղի խաղաղության խաչմերուկ Հայաստանի տարածքով։ Եվ Ղազախստանը գոհ է։ Եվ Ղազախստանը թուրքական պետությունների միությունում պետք է լինի կարևորագույն այդպիսի մեր համար գործընկեր։ Եվ ես ասեմ, որ երբ ես վերջերս հարցազրույց է տվել ադրբեջանական ընդդիմադիր գործիչ Բեյդուլա Մանաֆին, այդտեղ խոսել է, որ Հայաստանը եւ թուրքական պետությունների միությունը պետք է գտնեն համագործակցության հնարավորություններ եւ առաջերտի նկատի ունեի հենց Կենտրոնական Ասիայի պետությունները եւ առաջինը հենց Ղազախստանը եւ փաստացի գնում ենք այդ ուղղությունով, որովհետեւ կարծում եմ, որ Ղազախստանը կարա խաղալ լուրջ դրական դեր, նվազեցնելով Ադրբեջանի հակահայկական քայլերը, ռետորաբանությունը եւ դա կարա բերի առհասարակ շատ լավ զարգացմանը մեր երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին տարբեր հարթակներում։ Ուստի հարգելի հայրենակիցներ, այստեղից է գալիս այդ մոտեցումը, ջերմությունը, ռազմավարական հարաբերությունները, այս ընդհանուր շահերից է գալի, Ղազախստանը հասկանում է, որ առանց Հայաստան կարող է այդպիսի մեծ պետությունը եւ նաեւ ուրիշ հարևան թուրքական պետությունները Ղազախստանի, Կենտրոնական Ասիայում խոցելի դառնան։ Ուստի կախվածություն է ձևավորվում Հայաստանից, բայց մենք նաեւ կարանք բալանսավորել Ղազախստանի միջոցով մեր կախվածությունները ուրիշ պետություններից, դրանով ձևավորելով փոխվստահելի մթնոլորտ, խաղաղություն, հայկական պետության զարգացում։ Ուստի համարում եմ, որ սա շատ կարևոր էր, լուրջ քայլ է առաջ եւ կշարունակեմ իհարկե ակտիվորեն հետևել, ուսումնասիրել հայ-ղազախական հարաբերությունները եւ նաեւ այն մասը, թե ինչ դեր, ինչ քայլեր պետք է արվեն եւ ինչ դեր կարա խաղալ այս հարաբերությունները հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կայունացման, խաղաղության օրակարգի եւ այդպես կոչված նորմալիզացիայի գործընթացում։ Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։